Ըստ Փաշինյանի, եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող է նա այդ կերպ խոսել։ Շանտաժի պես բան է, իրականություն չի։ Իրականություն չի։ Պատերազմ եղավ էլի։ Էլ դրանից ավելի մենակ իր օրոք մենք ոչ մի ղեկավարի օրոք 3 հատ պատերազմ չէինք տեսել։ Չէինք տեսել։ Հիմա ինքը իր ղեկավարության ժամանակ 3 հատ պատերազմ էլ տեսանք, 8 տարի էլ սով տեսանք։ Էլի շտենանք։ Ինչ անի թոշակառուն կամ իր ընտրվել չընտրվել է պատերազմի հետ։ Ես չեմ գտնում այդտեղ ոչ մի կապ։ Ոչ մի կապ։ Իրա ալելով, չլելով չի որոշվում։ Էդի որ ինքը Ալիևի ինչ ասեց, ինքը ասեց, հա, գտամ, արես էլ տարանեն։ Էդի թող չվախցնի ժողովրդին։ Իսկականից որ միշտ էլ դավաճաններ էլ իրեն, բայց այսքան շատ չեմ պատկերացնում, որ հիմա է։ Այդ որ կարդում ես, տենում ես, լսում ես, պիտի իրանք կարողանան դիվանագիտությամբ կանգնեցնեն, դիվանագիտություն են, բայց մերոնք դիվանագիտություն չունեն։ Այդ բան միշտ էլ ասել են, թող զինվորը կպարտվի, բայց դիվանագետը ոչ, այդ ձևի։ Հիմա նրանք աֆերիստ ազգ են, բայց մենք ինչ, ով ինչ ասում հավատում ենք։ Պատերազմի գոյությունը անձերով չի պայմանավորված։ Ես չեմ կարծում պատերազմ կլինի, առհասարակ երևի 100 չէ, բայց 97%-ով այդ պատերազմի էջը փակված է այս թվում է։ Որ կալիրում զենքը վեգալենք ենք պատերազմ իրես ոնց կլի, կրակոցներ կլի, պատերազմ չի լի, ոչ մի բանը չի լելու։ Մենակ ես չեմ հասկանում, ինչ է Նիկոլը ասում, եթե բան չլավ, խաղացում Եթե ես չընտրվել պատերազմ։ Էդի ուղղակի հետարք է, շատ հետարք է, եթե չեմ հասկանում, ինչ է այդպես բան ասում։ Ճիշտ չասում, որ ինքը ասում պատերազմ ալիներ, ճիշտ չասում էլի, ոնց ասեմ, դա ժողովրդին տարմա բան գցած էլի, ինչի ես ասում, մի ասա, ժողովրդին վախեցնում ես, այդ խոսքը չի կարելի ասած ժողովրդի մեջին։ Էսի վախում է իր պատասխանատվությունից, որ այնքան դավաճանություն արել, պրոստո հիմա այս մարդը, ասենք մտածում է կայնի Հայաստանել հանձնեմ Շուշուտի մեջ, որ հանգարց դե չկա Հայաստան, չկա ոչ մի պատասխանատվություն, իրան ոչ մեկ էլ պատասխանատվություն չի կանչելու։ Հայաստանը հանձնի տա թուրքերին, ու վсё էլ իրան ոչ մեկ էլ չի կանչի, դադարանի առիթ չի կայնացնի։ Այսքան բան է նրա միտքը։